Այո։ Դու ինչ չես բերե գիրք։ Ես չգիտեի ճիշտն ասած, բայց ես խոստանում եմ մեր մյուս հանդիպման իմ պարտքը։ Սպաս էդի էկրանի առաջ կասես։ Գիտեմ իրար հետ շատ հետաքրքիր հարցեր հաստատ կքննարկենք։ 3 հիմնական տարբերակ կա, որ Հայաստանից կարող են կրիպտոարժույթ գնել։ Բայց կոնկրետ գործող exchange-ները 20-30 կլինեն։ Ինչով է ֆիզիկականը տարբերվում այս P2P-ից, նման փոքր պետության համար, բավականին մեծ գումարներ է շրջանառվում այս ոլորտում ու դրա համար կարևոր է չխեղդել։ Ես եմ գալիս եմ քո exchange եւ ուզում եմ օգտվել քո exchange-ից։ Նախ ինձ կասես, ես ինչ հարկեր պետք է մուծեմ։ Թեկուզ այդ P2P անհատներին, որ գործունեություն են ծավալում կամ կրիպտո արխու վաճառքով են զբաղվում, անպայման թող վճարեն հարկերը։ Ոնց մտնել շուկա, որպես տնտեսվար, ոնց սկսել գործը։ Հաճախորդները չզարմանան, որ իրենցից ազնագիր են պահանջում, այսինքն մերչանտները, P2P առևտրով զբաղվողները։ Ավելի շատ մուտք է գործում գումարը, թե ավելի շատ դուրս է գալիս կրիպտոից քո ստատիստիկայով։ Բացի ներդրումներից, նաև Հայաստանը որոշ չափով տարանցիկ է, էլի, տարանցիկ ուղի է, գումարները փոխանցվում են Հայաստան, Հայաստանից կրիպտոարժույթ են առնում ու փոխանցում են այլ երկրներ։ Տարանցիկա, որտեղ դեռ չկան ռեգուլյացիաներ, այդ նկատի ունես։ Տարանցիկության շնորհիվ է ոլորտը զարգանում արդեն 3-4 տարի է։ Ես անընդհատ ուզում եմ իմ դիտորդներին պաշտպանած լինեմ այդ ամեն ինչից։ 3 հիմնական սկամերից խոսամ։ Դրա համար սիրելի հետևորդներ, դրամապանակ ամեն անծանոթ տեղ չեն կծում շատ հանգիստ, շատ հեշտ կարող են դատարկվել։ Այսօր իմ հյուրն է Crypto Enthusiast, Crypto Exchange հիմնադիր Հրայր Արշալոսյանը։ Հրայր ջան, ողջույն Ստելա ջան։ Շնորհակալություն հրավերի համար, երկար սպասված։ Հրայր ջան, շատ ուրախ եմ, որ հիմա դու իմ տաղավարում ես, որովհետև գիտեմ իրար հետ շատ հետաքրքիր հարցեր հաստատ կքննարկենք, դիտորդներին առավել եւս դիտորդներ ջան, ասեմ, չենք մոռանում բաժանորդագրվել կոճակը, որովհետև շատ հետաքրքիր զրույց է սպասում, թե այսօր, թե հետո, հա։ Ներկայացնեմ Հրայրը 7 տարվա կրիպտոգիտակ, 3-ից 4 տարի exchange, չէ, ավելի շատ երկարաժամկետ investor, քան կարճաժամկետ ներդրումներ, քան կարճաժամկետ trading։ Հրայր ջան, իմ ոդկասթերը շատ անկեղծ ոդկասթեր են։ Ես ամբողջ ճշմարտությունը ջրերես եմ հանում, իմ հետևորդները դրա համար ինձ շատ են սիրում։ Դրա համար խնդրում եմ ճիշտն ասա, անկեղծ, ինչու երկարաժամկետ, ոչ թե կարճաժամկետ, ժամանակատարա, ժամանակ չունես, թե անկեղծ ասա, մոտը չի ստացվում, որտեվ բնավորության բանը չի։ Ավելի շատ բնավորության հարց է, էլի, ավելի իմպուլսիվ եմ ու կարող է պայտակ էմոցիաներին տրվեմ, չկարողանամ կառավարեմ, դրա համար ավելի ընտրել եմ ստրատեգիա մշակեմ, իմ համար հանգիստ կամած կուտակեմ։ Եթե տրենդի հետ կապված էլի։ Ամեն դեպքում քո պատասխանով եւս ապացուցեցինք մեր դիտորդներին, որ տրեյդինգը անկեղծ ասած ամեն մարդու բան չի, հա, մարդու տեսակը, խարակտերիստիկան շատ պետք է համընկնի, հաստատ պետք է համընկնի։ Էմոցիաները կամ երկար ժամանակ սովորես մեծ թվով գումար կորցնելուց հետո էլի։ Ես էլ չեմ ուզում շատ կորցնեմ։ Հա, գինը մեծ է, չէ, վճարելու գինը։ Հա, անպայման։ Ասում են լավագույն ուսուցիչը փորձն է։ Իսկ փորձը կորուստներ է տանում, որին պատրաստ չեն ամեն մեկը։ Լրիվ համաձայն եմ։ Որի ճանապարհ ընտրել էի ես։ Հրաշ ջան, լավ, թեմայից չշեղվենք։ Արի ավելի հետաքրքիր թեմաներ քննարկենք։ Այսօր օրինակ ես դիտորդներ ունեմ, իսկ դու exchange ունես։ Իմ դիտորդները ոնց օգտվեն քո exchange-ից, որն է առաջի քայլերը։ Okay, նախ եկեք ընդհանուր սկսեմ, ոնց կարող են մարդիկ Հայաստանում կրիպտոարժույթ գնել։ Նախ ներկայացնենք որն է քո exchange-ը, հա, exchange-ը, դիտորդներիս ասեմ վստահելի exchange, Հրայր Արշալոսյանն է հիմնադիրը հենց exchange-ի, հանգիստ կարող եք օգտվել։ Շնորհակալություն շատ։ Հիմա լսում ենք քեզ ոնց օգտվել։ Okay, 3 հիմնական տարբերակ կա, որ Հայաստանից կարող են կրիպտոարժույթ գնել։ Առաջինը այդ միջազգային սերվիսներն են, այնտեղ MoonPay կամ նման IT սերվիսներ կան, դուք կարող եք այդտեղ քարտ գցել, այսինքն քարտի միջոցով ուղղակի վճարում անել, ոնց որ ցանկացած on-line գնում, որ կատարում եք։ Ուղղակի դրա խնդիրը հիմնականում այն է, որ տոկոսները բարձր են, 4-ից 6% կարող է տանի։
այդքան պահում է անում ու ծավալներն էլ շատ մեծ չի էլի, ամենաշատը կարծեմ $1000 կարող ես անել։ Դե ձեռք չի տալիս։ Հիմա դու մեզ ավելի լավ տարբերակներ կառաջարկես։ Տարբերակ 2 դա P2P-ն է, երևի շատ էլ լսած կլինեն P2P-ի մասին, հիմնական բիրժաներ կան Հայաստանում, որ գործում են Binance-ը, Bybit-ը ու OKX-ը, P2P պլատֆորմաներ ունեն, դրանց միջոցով կարող է կրիպտոարժույթ գնել կամ վաճառել, ոնց է կատարվում։ Մարդ կարող է մտնել P2P հարթակի մասը, իր հայտարարությունը դնում, օրինակ ինքը վաճառում է USDT 400 կուրսով $1000 չափով։ Մյուս մարդը մտնում տեսնում է այդ հայտարարությունը, եթե այդ կուրսը, այդ ծավալը կամ բանկը նշված իրան դուր է գալիս, համապատասխանում է իրան, ինքը գործարք է բացում այդ մարդու հետ ու կոպիտ ասած փոխանցումը կատարվում է այդ երկու մարդկանց մեջ։ Ուրիշ մարդիկ, ուրիշ բանկեր, ուրիշ ծառայություններ չեն լինում, միայն միջնորդ է կրիպտո բիրժանը, որը ապահովում է գումարի անվտանգությունը։ Սա նույնպես շատ տարածված է Հայաստանում, երևի ինձ թվում է 50%-ը օգտվում է այս տարբերակից, 50%-ն էլ արդեն երրորդ տարբերակից ֆիզիկական crypto exchange-ներն են, այսինքն իմ exchange-ի նման ու ուրիշ նման exchange-ներ, որտեղ կարող եք ոնց որ cash-ով փոխանցումներ անել կամ օրինակ իրանց գրել on-line փոխանցում անեք էլի բանկային, մոտ 30-ից 40 crypto exchange կա Հայաստանում, մեծ փոքր։ Այդքան ունենք բավականին շատ, դա կազմակերպության տեսքով հանդիսացող, իսկ արդեն որպես փոխանակող անհատներ, թեկուզ P2P-ում, որ գործունեություն են ծավալում, անհատ մարդիկ մոտ 200-300 ամենակիչը կլինի, էլի բավականին մեծ է իրականում շուկան Հայաստանում։ Բայց կոնկրետ գործող exchange-ները 20-30 կլինեն։ Ես մի 5-6 էի պատկերացնում անցյալ տարվա տվյալներով, հա։ Ճիշտն ասած, շատ արագ։ Շատ արագ զարգացում են ունեցել փաստորեն նոր crypto exchange եմ տեսնում ու զարմանում եմ, բայց հաստատ 30-ից 40 կլինեն։ Դե հիմնականում ֆիզիկականները բոլորն էլ վստահելի են, էլի, արդեն հարմարությանը պետք է նայեն ու հարաբերություններին, միջնորդավճարներին։ Ուրեմն ինչով է ֆիզիկականը տարբերվում այս P2P-ից, P2P-ում նախ չեք կարող մեծ ծավալներ անել, որովհետև բոլոր փոխանցումները on-line է ու բանկերի հետ հիմնականում խնդիրներ ա լինում։ Մի քիչ մեծ ծավալի փոխանցումներ որ կատարում եք, բանկը կարող է ձեզ ասել, այս ինչ փոխանցումներ ա եւ այլն ու ընդհանուր միջև բլոկ են ձեր հաշիվները կամ կարող է կեղտոտ փողեր ստանաք քարտեն եւ այս տարի արդեն նոր ռիսկ ունենք, այդ հայտարարություններն է, որ ոչ մեկ էլ չհասկացավ մեծ հաշվով, նույնիսկ իշխանությունները չհասկացան այդ ինչ պետք է հայտարարագրեն, ոնց պետք է հայտարարագրեն, դրա համար այս բանին ավելի օպտիմալ է ֆիզիկական exchange-ներից օգտվել ու կանխիկ տարբերակով։ Միջև որ արդեն կրիպտո օրենքներն էլ հանեն, հասկանանք ոնց են ուզում ռեգուլացնեն, էլի, արդեն գիտեմ էլ որ խոսակցություն եք ունեցել Էդուարդի հետ այդ ռեգուլյացիայի մասին, հուսանք կարողանանք նենց անել, որ բարենպաստ պայմաններ ստեղծվի, էլի, Հայաստանում մեր ոլորտի համար։ Այո, ունեցել ենք մեկ ոդկաստ առաջ Էդուարդ Ավետիսյանի հետ կրիպտո ռեգուլյացիաների մասին, ովքեր չեն դիտել, անպայման դիտեք, շատ օգտակար, շատ արդյունավետ ոդկաստ ենք ունեցել։ Ուզում եմ ասեմ, նախ շատ ուրախացրեցիր, որ եթե 20-30 exchange ունենք, շատ ուրախացրեցիր, որովհետև այդ խոսում է ոլորտի արագ զարգացման մասին Հայաստանում, խոսում է ոլորտի աճի մասին, որը երկրի զարգացմանն էլ է նպաստում։ Շատ։ Ու ծավալները բավականին մեծ են Հայաստանի համար, մեր նման փոքր պետության համար, բավականին մեծ գումարներ է շրջանառվում այս ոլորտում, ու դրա համար կարևոր է չխեղդել։ Այս ամեն ինչը պետությունը չխեղդի, թողեն զարգանանք, որտեղ հնարավոր է միջազգային շուկայում էլ լավ ընթացք ունենա։ Բայց այս պահին ես եմ գալիս եմ քո exchange եւ ուզում եմ օգտվել քո exchange-ից։ Նախ ինձ կասես, ես ինչ հարկեր պետք է մուծեմ, սկսենք այդտեղից, թե հարկերը ձեր վրա է, իմ հետ կապ ունի, այդ խնդրում եմ մանրամասնես, որ ես հասկանամ։ Նայեք, դուք հարկեր չեք մուծում։ Այս պահին ես ինչ հարկման դաշտում ինչ գործ ունեմ։ Դուք հարկեր չեք մուծելու, մանավանդ եթե կանխիկ է գործարքը, ոչ մի հստակ օրենք չկա, ինչ պետք է անեք, ոնց պետք է անեք, կրիպտո արժույթն էլ ինքը իրենով
ոչ մի օրենսդրական ոչ մի օրենքի մեջ չի սահմանված ինքը ինչ է իրանից ներկայացնում էլ, այսինքն չի նշանակում դու կրիպտո վաճառել չի կարող ապրանք եք վաճառել։ Իսկ հարկերը արդեն մենք ենք մուծում տնտեսվարողները, էլի որտեղ ոչ թե որ օրենք կա դու կրիպտոարժույթի հարկ ու վաճառք եք անում պետք է հարկ մուծեք, այլ ուղղակի օրենք կա որ ցանկացած գործունեություն եթե դուք իրականացնում եք ու ունենում եք դրանից եկամուտ, հասույթ, շահույթ, դուք պետքա պետությանը գումար վճարեք, այսինքն հարկերը վճարեք։ Ու հիմա հիմնականում եթե պետությունը օրինակ շատ է լինում ամեն տարի այս վերջի ամիսներին բոլոր տնտեսվարողներին թեկուզ կրիպտոարժույթի գալիս են հյուր ու հիմնական իրանց ասածենա թեկուզ օրենք չկա կրիպտոների հետ կապված, բայց դուք գործունեություն եք իրականացնում, պետք է հարկ մուծեք։ Դրա համար այն մարդկանց ովքեր օրինակ թեկուզ այդ P2P անհատներին, որ գործունեություն են ծավալում կամ կրիպտոարժույթի վաճառքով են զբաղվում, անպայման թող վճարեն հարկերը հետագայում խնդիրներից խուսափելու համար։ Իսկ որպես հաճախորդ դուք չունեք ոչ մի բան, ոչ մի հարկ մուծելու, արդեն մենք ենք տնտեսվարողներն ենք այդ հարկերը մուծելու մեր ունեցած շահույթից։ Դուք հարկ վճարում եք։ Անպայման։ Շատ լավ, իսկ ինչու անդադ շեշտում ես կանխիկ։ Ինչու քարտով չեք կատարում գործարքներ։ Քարտով էլ ենք կատարում, մենք համ P2P-ով ենք ակտիվ աշխատում, համ միջազգային փոխանցումներ են կատարում Վրաստան, Ռուսաստան, Ղազախստան, Չինաստան, Արաբական Միացյալ Էրեքություն, գրեթե բոլոր տեղերը, որտեղ ոնց ու կրիպտոն մի քիչ adekvat պայմաններում է, էլի։ Օնլայն փոխանցումներ են կատարում եւ ընդհանրապես խնդիր չկա։ Ուղղակի օնլայն փոխանցումները ծավալի առումով ավելի քիչ են անում, չեք կարող $100,000 գաք օնլայն փոխանցում անեք։ Շատ լավ, բայց ես ձեր exchange-ից օնլայն կարող եմ օգտվել։ Այո, իհարկե։ Գրում եք տեղում մի քանի րոպեների, 2-3 րոպեի ընթացքում դուք փոխանցում եք կրիպտոարժույթը, մենք ձեզ դրամ կամ հակառակը։ Այո, կա վստահություն։ Անպայման։ Շատ լավ։ Իսկ խոսակցություններ կար, որ քարտով գործարքներ, կրիպտո գործարքներ կատարելուց բանկերը բլոկում են։ Չեք առնչվել այդ նման խնդիրների։ Միշտ շատ բանկեր ունենք, որ բլոկված է։ Այսինքն կան հատուկ բանկեր, որոնց հետ հանգիստ աշխատում եք, բանկեր կան, ընդհանրապես հեռու եք մնում։ Չէ, հիմնականում բոլոր բանկերի հետ էլ նման խնդիրներ կարող է լինել, էլի։ Միևնույնն է, մի օր չգիտես ինչ պայմաններում, ինչ պատճառով քո բանկը կարող է բլոկի ու բանկին հարցնում ես ինչն է խնդիրը, մենք չենք ուզում ասենք կամ չենք ասում։ Եվ վերջ։ Շատ լավ, օրինակ իմ դիտորդներից շատ հնարավոր է կա մարդ, ում քարտը բլոկել են, որն է հաջորդ քայլը այդ մարդու։ Քարտը բլոկելու հաջորդ քայլը զուտ գումարը հանելն է ու ուրիշ բանկից օգտվելը, ուրիշ բան չեն կարող անել, էլի։ Գումարին դոստուպ ունի, այսինքն հասանելիություն ունի իր գումարին, կարող է իր գումարը հանել, բլոկել պահել, ահա, կամ եթե ինչ-որ դատական գործ լինի, դատարանի որոշմամբ ավել պահեն միջև եւ այլն, բայց հիմնականում տես չի լինում, էլի գումարը վերջում հետա վերցնում ու էլ բանկից չի օգտվում։ Դա։ Փոխումա բանկը։ Ուրիշ բանկից է օգտվում, էլի, հա։ Իսկ 30 օր հետո ինքը արդեն թիրախավորման տակ է բանկի կողմից, որ նորից կարող է կրիպտո ոլորտի փոխանցումներ կատարել, նորից բլոկվել, դրա համար ավելավա բանկը փոխել։ 30 օրը զուտ են ժամկետն է, որ բանկը իրավունք ունի ձեր գումարը պահի առանց որևէ պատճառի։ Այսինքն risk monitoring անի եւ այլն, դրանից ավել չի կարող։ Բայց հիմնականում մենք շատ դեպքեր ենք ունենում, ֆինանսական հաշտարին ենք դիմում, 95% դեպքերում մեր օգտին է որոշում ու շատ լավ աշխատում է, էլի ֆինանսական հաշտարը, որ բողոքվելու տեղ չունենք։ Հակաուժ կա, էլի բանկերի։ Հրաչան, բայց այդ բլոկելու գաղափարը արդեն չկա։ Ես ներքին ինֆորմացիա ունեմ բանկի աշխատակիցներից, որ հիմա լավ էլ ներքին ինֆորմացիա են տվել, իրանց կարգադրում են տվել ներքին, որ աշխատեք, ներգրավեք, խնդիր չկա, հիմա չգիտեմ։ Քչացել է, բավականին քչացել է, բայց բանկերի կողմից բլոկավորումները, խստացումները քչացել են։ Այո, քչացել է, բայց պիտի որ հիմա արդեն դուրս եկած լինի, որտեվ Չէ, արդեն մի քանի բանկից ներքին ինֆորմացիա եմ լսել, որ հիմա ինչ պայմաններում չեն խոչընդոտում կրիպտո։ Ամենայն դեպս 2 շաբաթ առաջ մեր բանկերից մեկը նորից բլոկել են։ Ոնց որ պարտադիր չի, բայց քչացել է, արդեն ավելի շատ է լինում շրջանառություն անել, էլի։ Ուրեմն ոչ բոլոր բանկերն են, բայց հիմա գնում է արդեն նրան, որ քանի որ արդեն ռեգուլյացիաներ է մշակվում, երևի գնալով հա դեռևս լավ է, բայց հետոն արդեն չգիտենք։
Շատ լավ, իսկ մեզ կօգնես ինչպես հաճախորդը ձեզ հետ աշխատի P2P հարթակում։ P2P հարթակում, այսինքն ինքը սկսի աշխատել P2P ոլորտում որպես գործարար, որպես տնտեսվարող, թե ուղղակի P2P-ում ինչպես գործարք բացի մեր հետ։ Երկուսն էլ։ Որպես գործարար Ինչքան շատ ինֆորմացիա, ինչքան շատ P2P-ով գործարք անելու պրինցիպը բավականին պարզ է, ուղղակի պետքա գրանցված լինեն այդ բիրժաներից մեկում, հիմնականում ամենաշատը Binance-ն են օգտագործում, հետո Bybit-ն է, P2P պլատֆորմայի մասում գտնեն, եթե հենց մեր հետ են ուզում գործարք կատարեն, գտնեն Exchange Global-ը, Merchant-ին ու ոնց որ սխմեն իր օրդերի վրա, բացեն իր այդ գործարքը։ Գործարքը բացելուց հետո ոնց որ ավտոմատ քարտի հաշվեհամար է փոխանցվում այդ պլատֆորմայի լուսամուտում, հաճախորդը պետքա փոխանցի, հետո կտրոնը տրամադրի եւ մենք ստանալու դեպքում հաստատում ենք։ Ուղղակի ստեղ կա ուրիշ խնդիր, բավականին շատ սկամեր են լինում են գողացված փողեր են փոխանցում կամ մարդը տեղյակ չի ինչի համար է այդ գումարը փոխանցում, ուղղակի այդ կտրոնն է փոխանցում ու դրանից հետո մենք պետքա գործարքը հաստատենք, բայց այդտեղ նաև խնդիրներ են լինում, որ շատ սկամեր կան, կարող է մարդու հաշվից գումար փոխանցեն, մարդը տեղյակ չլինի ու դրան որպես լուծում, հիմա նախ ասեմ, որ հաճախորդները չզարմանան, որ իրենցից անձնագիր են պահանջում, այսինքն մերչանտները, P2P առևտրով զբաղվողները, համել արդեն տնտեսվարողներն էլ զգուշանան, եթե նորեն փորձում մտնել այդ շուկա, ինչի համար են անձնագիր պահանջում։ Անձնագիրը պահանջում են այդ գործարքի ֆոնին, այսինքն անձնագիրը նկարում եք օրդերը, որ բացված է Binance-ում, նույն բան, որ փոխանցողը անձնագրի տերը ու քարտի տերը, որ նույն մարդն է հանդիսանում, իմանա, որ փոխանցումը կրիպտոարժույթ գնելու համար։ Դա պարտադիր պայման է, մանավանդ այս վերջերս շատ խաբեություններ եղան, նույնիսկ միջև, չգիտեմ, բանկերից ինչ-որ ձևով վարկ են վերցնում մարդը չգիտի, որ իր անունով վարկ են վերցրել, փոխանցում են եւ այլն, ու տնտեսվարողներն է խորհրդատրվում այդ ամենատարական բաները կատարել, եթե ոնց որ օգտատերը Binance-ի նոր է։ Շատ լավ, իսկ որպես տնտեսվար կատարեն նույն գործողությունը, ինչ որ դուք թող ավելի շատանան exchange-ները, P2P տնտեսվարող, հա, ընկերությունները, ոնց մտնել շուկա որպես տնտեսվար, ոնց սկսել գործը, կհուշես դիտորդներին շատ հնարավոր է հետաքրքիր է։ Ամենահեշտ տարբերակը հիմա դա P2P սկսելն է, որովհետև շուկան շատ մեծ է, ես որ սկսում եմ 3-4 տարի առաջ P2P դեռ համարյա չկար, էլի ծավալներ չկար, ծավալները սկսեց շատանալ, երբ Ռուսաստանի կռիվը սկսեց, արդեն ռուսները եկան, այդ պլատֆորմաները զարգացան P2P, այն ժամանակ չկար, մենք փոքր գործարքներից էինք սկսում, մեր Telegram-ի էջով, կայքերի միջոցով եւ այլն։ Իսկ հիմա շատ ավելի հեշտ է ու զուտ պետքա բանկում հաշիվներ բացեն ու Binance, Bybit այդ բիրժաներում ունենան, սկսեն փորձել։ Մի անգամից չի լինի, մեկ մի քիչ համբերություն էլ է պետք էլի։ Գոնե մի 6 ամիս պետք է անդադանես, մինչև սովորես, նյուանսները հասկանաս, հաճախորդներ մշտական ձեռք բերես ու նաև լավ կլինի, որ ADZ-ել բացես, հարկային մասերը անես, որ մի տարի հետո չգան քեզ սյուրպրիզի բերեն, հակարծակի բերեն, էլի։ Իսկ կանոնադրական կապիտալի պահանջ կա այս պահին։ Հիմնականում այս գործունեությունը իրականացնելը ավելի հեշտ է ADZ-ով։ Որովհետև դուք ֆիզիկական որտեղ չի պահանջվում ADZ-ի դեպքում կանոնադրական կապիտալ չի պահանջվում ու դուք ֆիզիկական փոխանցումներ անելու դեպքում էլի կարող եք ֆիզիկական գումարներ փոխանցել մեկը մյուսին, հետո դա ասել նաև անձնական ADZ-ի համար է եղել։ Իսկ որ ՍՊ ունենաք, դա չեք կարող նման ձև ցույց տալ, էլի։ Բայց հիմա նոր ռեգուլյացիաների պարագայում շատ հնարավոր է կենտրոնական բանկը պահանջի ձեզանից կապ չունի ADZ-ը, ՍՊ-ը, ինչու, քանի որ դուք գործ ունեք մարդկանց գումարների շարժի հետ, այսինքն երրորդ անձանց փոխանցման գումարների փոխանցման հետ գործ ունեք, իմանալով ներառում են այդ Իսկ հիմա դուք ADZ-ով չեք կարող անել այդ ժամանակ, արդեն պարտադիր պետքա կազմակերպություն լինի։ Արդեն կպահանջեն լիցենզիա ունենալ, ունեք այս պահին լիցենզիա, պահանջում են այս պահին լիցենզիա։
լիցենզիա։ Չենք կարող։ Բայց նոր օրենքի մեջ արդեն լիցենզիաներ կպահանջեն, որի մեջ նաև կլինի այդ կանոնադրական կապիտալի պահանջը։ Հա, ինձ թվում է այդ կանոնադրական կապիտալը ու այդ ժամանակ մենք զուտ կազմակերպություն պետք է ունենանք։ Ածն չի կարող նման գործունեություն ծավալի, էլի, ոնց որ ԱԶ վարկային կազմակերպություն կամ ԱԶ բանկ հնարավոր չի լինի։ Արտադիր կազմակերպությունա լինելու այդ դեպքում, էլի։ Հուսանք ռեգուլյացիաները շատ խիստ չեն լինի, խիստ կլինեն, բայց գոնե գիտակից, հա, գիտակցված տեխնիկապես գիտակցված հուսանք կլինի ու Հայաստանում ավելի շատ կներգրավվեն այս ոլորտի մեջ, այս գործունեության մեջ, հա։ Այո, տեսնենք, բայց exchange-ները ավելի կշատանան, ոչ թե ռեգուլյացիայից հետո կպակասեն։ Ես շատ պոզիտիվ չեմ տրամադրված, բայց տեսնենք, ամենայն դեպս պետքա փորձենք ինչ-որ մի ձև ազդել։ Օրինակ ինչու պոզիտիվ չես տրամադրված, ասեմ, քանի որ շատ մեծ կրիպտո համայնք է գոյացել, շատ կան էնտուզիաստներ, հա, որոնք շատ կարող են ճիշտ ներկայացնել, դեմ դուրս գալ, ապացուցել, ոչ թե դեմ դուրս գալ, ուղղակի անիմաստ աննպատակ դեմ դուրս գալ, այլ կետերով ապացուցել, նոր ռեգուլյացիաներ առաջարկել, ապացուցել նաև, որ ռեգուլյացիաները կարող են նպաստել երկրի զարգացմանը, ոչ թե խոչընդոտեն, exchange-ները շատանան, այսինքն բիզնեսները շատանան, ոչ թե կրճատվեն։ Չէ, համաձայն եմ, պետքա փորձել, պետքա անել, բայց պոզիտիվ չեմ տրամադրված, որովհետև հեշտ չի լինելու դա, զուտ էդ։ Դե չեմ ասում, իմաստ չկա, պետք չի անել, անպայման։ Այսինքն խրախուսում ես զբաղվել այս բիզնեսով, եկամտաբերար շրջանառությունը անընդհատ պրոգրեսիվ շատանում է, համաձայն ես։ Հիմնական ոլորտներից է Հայաստանում, որ աճում է ու ինչքան նոր խաղացող մտնի, մեկը բոլորին բաժին հասնելու է, որտեղ աճելու է, շատանալու է։ Ավելի շատ մուտք է գործում գումարը, թե ավելի շատ դուրս է գալիս կրիպտոից քո ստատիստիկայով։ Ինչ ստատիստիկա ունես այս պահին։ Ավելի շատ կրիպտո են գնում այս պահին, ինչու քանի որ նոր է, բոլորը ներդրվում են դեռ, հա։ Բացի ներդրումներից, նաև Հայաստանը որոշ չափով տարանցիկ է, էլի, տարանցիկ ուղի է, գումարները փոխանցվում են Հայաստան, Հայաստանից կրիպտո արժույթ են առնում ու փոխանցում են այլ երկրներ։ Ավելի շատ կրիպտո արժույթ գնում են, բայց տարբեր է, փուլերով է, կապ չունի, միևնույնն է, էլի, ինչ որ փուլ կարող է լինի, որ կրիպտո արժույթի գինը +1% լինի, այսինքն ավելի թանկ լինի, քան դոլարը, ինչ որ բյուտ կարող է լինի, որ ավելի ցածր լինի։ Տարանցիկա, որտեվ դեռ չկան ռեգուլյացիաներ, այդ նկատի ունես, թե տարանցիկա, որովհետև նպաստավոր Ռուսաստանը սանկցիաների տակ է։ Շատ լավ։ Ինչ ես կարծում, ռեգուլյացիաներից հետո էլ կմնանք տարանցիկ։ Շատ գլոբալ հարց է, որովհետև նաև կախված է Հայաստանի, Ռուսաստանի այդ հարաբերություններից եւ այլն։ Ոնց որ ռեգուլյացիաներից հետո հնարավոր է ավելի լավ լինի, եթե լավ օրենքներ լինեն, էլի։ Բայց տարանցիկությունը նաև ձեռք է տալիս մեր զարգացմանը, չէ՞։ Այսինքն շահագրգռված պիտի լինենք տարանցիկությունը պահելու։ Տարանցիկության շնորհիվ է ոլորտը զարգանում արդեն 3-4 տարի է։ Հիմնական, որովհետև Հայաստանում այդքան ներդրող չկա, որ ուղղակի կրիպտո արժույթ առնի կամ trade անի կամ սպասի, էլի, հիմնականը տարանցիկությունն է։ Հուսանք, որ կպահպանվի տարանցիկությունը։ Հրայր ջան, սկամերը շատ արագ անցար, խաբեբայություններ, սկամեր, որը ինչքան որ զարգանում է ինդուստրիան, հա, ինչքան որ զարգանում է ոլորտը շատ արագ պրոգրեսիվ, նույն կերպ զարգանում են սկամերը, խաբեբայությունները, ես անընդհատ ուզում եմ իմ դիտորդներին պաշտպանած լինեմ այդ ամեն ինչից, մեզ հնարավորինս պաշտպանվելու միջոցներ, խորհուրդներ, մենք ուզում ենք քեզ լսենք։ Երեք հիմնական սկամերից խոսամ, որ սկսնակներին ավելի շատ գտնում էլի, ու առաջինը դա չգիտեմ ինչի են մարդիկ դրան հավատում, բայց շատ է տարածված, որ չինացի աղջիկ կարող է մեր հայ տղաներին խաբի ու հիմնական սխեման կանում է նրանում, որ իրանք ասում են Amazon-ի հետ ենք մենք աշխատում, ով կրիպտոների մեջ է ու ձեզ ասի Amazon-ի հետ եմ աշխատում, հավատացեք դա, հերո կմնա։ Այո, դա այդ սխեման է, ուրեմն ինչ են անում, գտնում են որ մարդկանց, չգիտեմ, գովազդներ միացնելով Instagram-ով կամ WhatsApp-ներով մարդկանց ասում են, այ դուք նայեք, այդտեղ գումար եք ներդնում, մեր Amazon-ի խանութն է։ Amazon-ի խանութում գումար եք ներդնում, այդ խանութը գովազդ է միացնում ձեր գումարով, ապրանքը ծախում է, գումարը ձեզ հետ է տալի։ Օրինակ $100 ներդնում են, մի $20 հետ են տալիս, հետո $500 են դնում, մի $50 են հետ տալիս 30 րոպեում ինքը այդքան աշխատեց։
ու այդ մարդը չի կարողանում գումարը հանել, այդտեղ ասում է դու $1000 ներդրում կատարի, 2000 կդառնա։ Այդ մարդը արդեն հավատում է, գիտի գումարը կարա հանի, էլի։ Գնում է $1000 առնում, 2 ժամից տեսնում է $2000 է ինքը արդեն ունեցել ու սենց։ Մեր ավանդական ֆինանսական բուրգերի սխեման, որ պիտի արդեն տեղեկացված լինեն, դա նույնիսկ բուրգե չի, ավելի շատ հենց խաբեություն է, էլի, բուրգերն է կան։ Այդ մի քիչ ավելի adekvat է սրա հետ համեմատել։ Ամեն դեպքում անհասկանալի ինչ որ կայք է։ Հա, ու կայքը ես առաջինը գրողներ, չէ՞։ Այո, ու կարգի անունն է հիմնականում, ես ասում եմ give me your money XYZ անհասկանալի կայքեր են, բայց շատ են հավատում, այդ է զարմանալին, էլի, ու հիմնականում մենք ում այդ գործարք են կատարում, թեկուզ P2P, թեկուզ գալիս են, ճշտում են կատարում, անամենտ եթե նոր են, հարցնում ենք առաջի անգամ եք անում, թե տեղյակ եք, որ կարողանանք կանխենք ու շատ ա եղել կանխել ենք, բայց նաև դեպք ա եղել կինայեք է, արդեն մի 55 եւ անց տարեկան մոտ $40,000 ուզեցել է այդ փողերը հանի, ինչ որ փոխանցի իրանց, տենց էլ է լինում, էլի, տենց դեպքեր էլ է լինում։ Դա առաջի ամենատարածվածն է, ըստ իմ վարկանիշի։ Երկրորդ ավելի տարածվածը կա միջբիրժիվոյ արբիտրաժ, բիրժաների մեջ արբիտրաժ, ինչ են ասում են, օրինակ դուք Binance-ում Litecoin եք առնում, այս X կրիպտոարժույթն եք առնում, գնում եք այս կայքը փոխանցում եք այդ կրիպտոարժույթի այս կայք, այստեղ 4% թանկով ծախում եք, USDT-ին հետ եք ուղարկում, այսինքն մի շրջանից $1000 եթե արել եք 4% շահույթ եք ունենում, բայց այդ գումարը դուք փոխանցում եք արդեն երկրորդ կայքը, վсё, էլ ընդեղից չեք կարողանում հանել։ Էդ էլ է բավականին տարածված, բայց ավելի քիչ են խաբվում, որովհետև ոնց որ մի քիչ ավելի բարդ level-ի է, էլի, այդ արբիտրաժ բառը արդեն ոչ բոլորի է, էլի, կանչում կարող շատերը վամ են։ Երրորդն էլ այդ արդեն ձեր ասած պիրամիդաներն են, անցած տարի լավ մոդայր են, անունը արդեն կմոռանամ երևի, չեմ հիշում, բայց շատ էր տարածվել, Ավրորա մոտ տես մի բան էր։ Ավրորա շատ էր տարածված, շատ։ Ասեմ Հրայ ջան, կա նաև 4 տեսակը, որտեղ ընդհանրապես պիտի կցես քո դրամապանակը առանց ներդրումի եւ դու կունենաս հրաշքներ, դրամապանակը կցում ես եւ վերջ տեղում վարքյանների ընթացքում դատարկում են դրամապանակը, դրա համար սիրելի հետևորդներ, դրամապանակը ամեն անծանոթ տեղ չեն կցում, շատ հանգիստ, շատ հեշտ կարող են դատարկվել։ Հրայ ջան, ասեմ, այդ խաբեությունները սկամերը իրենք մասնագիտությունով խակերներ են, շատ պրոֆեսիոնալ խակերներ, շատ գրագետ եւ հոգեբան խակերներ, այո, եւ մենակ չասես, որ դու սկամերի չես հանդիպել ու չես խափնվել ինքդ։ Չես խափնվել։ Ոչ մի պրոֆեսիոնալ խակերի չես հանդիպել։ Չէ։ Չի պատահել, շատ լավ։ Հանդիպել եմ շատ, ամեն օր հանդիպում ենք, բայց նման խաբեություն հասկացել եմ ոնց տակից դուրս գամ, էլի։ Շատ լավ, մենք ձեզ ներկայացրեցինք բոլոր տեսակները Հրայրի հետ, Հրայ ջան, շատ խորհուրդ եմ խաբեություններից հեռու մնալու, հնարավոր միջոցները խորհուրդ իմ դիտորդներին, ովքեր հետաքրքրված են կրիպտոինդուստրիայով եւ սկսնակ են եւ արդեն ինչ որ չափով գիտակ են այս ժամանակաշրջանում ինչ խորհուրդներ ունես, որ կփոխանցես իմ դիտորդներին։ Քո թանկ այն պահված փորձից սենց լավ ինֆորմացիաներ եմ սպասում հիմա կիսվես քո ստրատեգիաներով թեկուզ որ իմ դիտորդների համար շատ օգտակար լինի։ Միակ փորձը ու միակ լուծումը չհանձնվելն է, թեկուզ դուք շատ եք մինուս գնում, եթե կրիպտոարժույթ եք առել, դա մինուսայի չէ, կորցրել եք թեկուզ գործունեություն եք ծավալում, չի ստացվում, եկա պետք է համբերեք փորձի հետ ամեն ինչ գալու է զուտ համբերություն ու աշխատանք։ Այո, որը որ միշտ հատուկ ոչ մի կախարդական լուծում չկա։ Այո, որը որ միշտ իմ հյուրերը տվել են այդ խորհուրդը, բոլորս տվել ենք համբերություն, էմոցիաների կառավարում եւ ստրատեգիա, հետեւողական աշխատանք առանց հանձնվելու, չէ։ Այո, դիսցիպլինա։ Հրայ ջան, անչափ շնորհակալ եմ։ Անչափ։ Հրայ ջան, անկեղծ ասած, այսօր գիրք նվիրելու օր է։ Ես նվերեմ քո համար պատրաստ եմ, իսկ իմ գիրքը ուր է։ Ես ժամանակից կտրված եմ, բայց խոստանում եմ մեր մյուս հանդիպմանը իմ պարտքը
դիտորդներիս ասեմ, ես եւս այս հյուրից նույնպես գիրք չստացա նվեր։ Մենք հենց նոր բռնվեցինք, որ Էդուարդի հետ ոդկասթը նույն օրն ենք նկարել, գիրք նվերելու օրը մատնեցի ես ինձ, որ նույն օրն ենք նկարել, դիտորդներ ջան, այսօր նույնպես գիրք նվերելու օրը երեկոյան գիշերը արդեն ժամը 10:30 մենք բայց ձեր համար աշխատում ենք, տեսնում եք ոդկասթեր ենք նկարում, ձեր համար աշխատում ենք հոգնած Հրաշ ջան, գիրք նվերելու օր, գիրքը քեզ նվերելու շատ օգտակար գիրք է, ինչպես քո բիզնեսը առաջ ընթաց ունենա, ինչպես մարքեթինգային պլան ունենաս, որ քո բիզնեսը առաջ խաղացնես, բայց դիտորդներս եւս ֆիքսեցին, որ իմ հյուրից ես գիրք նվեր չստացա։ Քո գիրք նվիրելը ռիլ ենք նկարելու եւս տեղադրենք, եթե ռիլը չնկարենք, ուրեմն դու ինձ գիրքը չես նվիրել, խոստումդ չես կատարել։ 3 օր ժամանակ ինձ խնդրում։ Շատ լավ, դիտորդներ ջան, ժամը մեր ավարտվեց, ժամը արդեն ինքնին շատ ուշ է, բայց ես խնդրում եմ Օրն էլ ավարտվեց, մենք գերօգնած ենք, խնդրում եմ անպայման կոմենտներում գրեք բոլոր ձեր հարցերը չպատասխանված, բոլոր այն թեմաները, որը կուզեք իմ ոդկասթերի միջոցով պարզաբանենք, լուսաբանենք, գրեք նաև ինչ առաջարկներ ունեք, ինչ հյուրեր կցանկանաք տեսնել իմ ոդկասթերին, անպայման կոմենտներում գրեք ձեր առաջարկները, ես ձեր սրտով եմ առաջնորդվելու, ձեր ուզած թեմանով եմ առաջնորդվելու, չենք մոռանում բաժանորդագրվել ալիքին, անպայման, որպեսզի բաց չթողնենք հետագայում շատ ֆանտաստիկ հետաքրքիր ու խելացի հյուրերի։ Հրաշ ջան, անչափ շնորհակալ եմ սենց գեղեցիկ օրվա համար։ Ապրեք։ Մատեցիկ։ Շունս էլ փոխել է։